Պարոն Ղազարյան, այսօր նորից չարչրկվում էր ամենայն հայոց կաթողիկոսի հարցը, ԿՊ-ն իր դիրքորոշումը չի փոխել, գիտենք, որ դատական պրոցեսները արդեն սկսվել են, ճիշտ է, առաջին դատավորը ինքնաբացարկ հայտնեց, բայց արդեն նոր դատավոր են նշանակված, ինչպիսի սցենար եք կանխատեսում, ամեն դեպքում նոր նշանակված դատավորի մասին ևս դրական արձագանքներ կան։ Գիտեք, ես կարդացել եմ մեր ճանաչված իրավաբաններից մեկի մի գրառում, որը ներկայացրել էր դատավորի ինքնաբացարկի օրինակելի ձև, որ ցանկացած դատավոր կարող էր իր տվյալները լրացնել եւ այդ հիմքով բացարկ հայտնել։ Որն է այդ բացարկի հիմքը, որ կարա ցանկացած դատավոր անի, որ դատավորը տվյալ դեպքում Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակ է, մկրտություն աստծո ինքը հայ քրիստոնյա է, իսկ ամենայն հայոց կաթողիկոսը հոգևոր հայրն է եւ առաջնորդն է այդ եկեղեցու։ Հետեւաբար ոնց որ կենսաբանական հոր նկատմամբ մարդը ունի կաշկանդվածություն եւ որևէ դատավոր օբյեկտիվորեն չի կարող դատել իր ծնողին, նույն տրամաբանությամբ որևէ քրիստոնյա դատավոր չի կարող հանձն առնել դատելու իր հոգևոր հորը։ Տեսեք, եւ քրիստոնեության մեջ այդ խորհուրդները պատահական չեն, ասենք օրինակ իմ զավակները մկրտված են։ Նրանք իմ կենսաբանական զավակներն են, բայց մկրտության պահից նրանց կնքահայրը նրանց հոգևոր հայրն է։ Եվ մենք նրա ասենք մեր քավորին, որ ծննդյան օրը զանգում շնորհավորում ենք, հենց այդ խորհրդով ենք, որ նա իմ զավակների հոգևոր հայրն է, այդ ստանձնել է մկրտության պահով նրանց հոգևոր խնամքը։ Մկրտությունը խորհուրդ ունի, չի, ասենք կարող է կենցաղում շատերի համար դա ուղղակի լավ արարողություն է ընտանիքով հավաքվելու նշելու, բայց դա ընդհանրապես այդ խորհրդին հաջորդող արարողություն է։ Մենք որպես քրիստոնյաներ առաջին հերթին այդ կարգերի խորհրդով ենք առաջնորդվում։ Հետևաբար ես կարծում եմ, որ Հայաստանում իմ տպավոր, քանի որ մեր ժողովրդի մեծամասնությունը հայ եկեղեցու է դավանում, կարող են հանգիստ բացարկ հայտնել իրենց հորը չդատելու համար։ Ես կարծում, չգիտեմ, դա ամեն դատավոր ինքնուրույն կայացվելիք որոշումն է, ես իմ մշակույթի իմաստով եմ դա ասում։ Պարոն Ղազարյան, մեծ օրինակ ազգային ժողովում իշխանությունը հնչեցնում է Վեհափարի Ավազանի անունը, ընդդիմությունը այդ ժամանակ հարվածում է, ընդդիմությունը կաթողիկոսի անունն է տալիս, իշխանությունն է հարվածում սեղաններին, հիմա ինչքանով է ճիշտ կամ ուր է տանելու այս ճակերտավոր ասած դիսկուրսը։ Գիտեք ինչ, ես կարծում եմ, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորները, ովքեր շատ լավ իմանալով մեր մոտեցումը, դիրքորոշումը, ինչը մենք անկեղծորեն եւ ազնվորեն նախապես դրա մասին հայտնել ենք, դա անելը ես համարում եմ սադրանք։ Առավել եւս, որ դրա անելու անհրաժեշտությունը կարիքը չկա։ Տեսեք, նիստը նախագահողը այսօր առաջին իր մեկնաբանության մեջ ինչ խնդրեց падգամավորներին, որ ելույթները կառուցվեն թեմայի շրջանակներում, չէ՞։ Հիմա ասենք դրանից հետո, եթե ԿՊ-ից որևէ падգամավոր խոսում է Հայաստանյան Առաքելական եկեղեցու եւ նրա առաջնորդի մասին, երբ որ քննարկվում է պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի տեխնացու Արուսյակ Ջուլհակյանի տեխնացությունը։ Մատ իսկ կարակ ասեք, եթե իրանց արածը սադրանք չի հատուկ եւ ազգային ժողովի բնականon գործունեությունը տապալելու անազնիվ մտադրություն չի, ապա ինչա թեմայի հետ ոչ մի առնչություն չունեցող հարցի վերաբերյալ, իմանալով մյուս падգամավորների վերաբերմունքը, անհարգալից վերաբերմունք ցուցաբերել պարլամենտի եւ падգամավորների նկատմամբ գնալով սադրանք։ Ես կարծում եմ դա սադրանք է։ Իսկ ազգային ժողովի նախագահի խնդիրը ոչ թե նման դեպքերում ակցիաների մասնակցելն է, իր կողմից սեղանի խփելը կամ ծափարելն է, այլ ազգային ժողովի բնականon գործունեության ապահովումն է։ Իսկ եթե ինքը կանխի այդ սադրանքը, որը հատկապես իր գործընկեր падգամավորներն են իրական, նման խնդիր ընդհանրապես չի առաջանա։ Ես կարծում եմ սա անհարգալից վերաբերմունք է եւ ազգային ժողովի նիստերը բնականon ընթացքը չկազմակերպելու հետևանքներ է դա ընդհանրապես։ Տեսեք, օրինակ նայեք, օրինակ հիմա ԿՊ-ի շարքերում կա ազգությամբ քուրդ կնյազ Համիդիչը, որի դավանական պատկանելությունը տարբերվում է մեզնից, ասենք իմ տեղեկություններով քրդերի մեծ մասը մահմեդական է։ Հիմա հաշվի առնելով այդ խմբակցության շատ падգամավորների քաղաքական դիրքորոշումները պրոադրբեջանական եւ այլ, օրինակ ես մտածում եմ, որ իրենց համար զգայուն թեմա կլինի Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլաշուքյուր Փաշազադեին, ասենք Ալյոշկա ասել է։ Եվ դա իմանալով հանդերձ ես օրինակ ձեռնպահ եմ մնում Ալաշուքյուր Փաշազադեին Ալյոշկա
անվանելուց հաշվի առնելով հարգելով շատերի զգացմունքները, կրոնական զգացմունք։ Դա ես ընտրում եմ, որ ես էլ փոխադարձություն եմ պահանջում եւ խնդրում եմ, որ իմ դավանական եւ կրոնական համոզմունքները հարգեն մյուսները։ Ղազարյան ամսի 2-ից մեկնարկել է ազգային ժողովը, կարելի ասել, հա, արդեն մի շաբաթից ավել նիստեր են անցկացվում։ Ի սկզբանե ՔՊ-ն կոչ էր արել կառուցողական, միասին, համերաշխ աշխատել։ Ինչ գնահատական կտա, հնարավոր կլինի հետագայում ինչ-որ կառուցողական աշխատանքներ իրականացնել դատելով այս նիստերի ընթացքից։ Գիտեք ինչ, ազգային ժողովի գործունեությունը ՔՊ-ի падգամավորների դատողություններով կամ կոչերով չի կազմակերպվում, այլ կազմակերպվում է ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով։ Իսկ ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը պահանջում է падգամավորին հարգել էթիկայի նորմերը, իսկ ազգային ժողովի կարգավիճակի մասին օրենքը սահմանում է այն նորմերը, որոնք համարվում են էթիկայի նորմեր։ Այսինքն ընդհանրապես պետք է առաջնորդվել օրենքով, ոչ մի նոր կարգ, պայմանավորվածություն, կոչ, այստեղ որևէ մեկը մյուսի կարիքը չունի։ Դա արդեն կախված է յուրաքանչյուր падգամավորի պահվածքից։ Համեցեք։ Պարոն Ղազարյան, խմբակցություն գուցե հնչել է հարցը, բայց խնդրեի նորից ասել, խմբակցությունը քննարկել է հանձնաժողովի նախագահների թեկնածության հարցը, թե ոչ եւ կա արդեն ընտրություն։ Դե հիմա մենք արդեն ունենք առաջադրում եւ հիմա Տիկին Ջուլհակյանի թեկնածությունը քննարկելուց հետո մեր խմբակցության վերաբերող որոշումները խնդրում եմ այսօր եւ այսուհետ բարձել միայն խմբակցության ղեկավարից եւ քարտուղարից, միայն իրենք են պատասխանատու խմբակցության անունից հայտարարություններ անելու։ Ես նման հավակնություն չունեմ, ես ի սկզբանե եմ ասել, որ խնդրում եմ ինձ որևէ ղեկավար պաշտոնում ազգային ժողովում չառաջադրել, ազգային ժողովի падգամավորի կարգավիճակ ինձ բոլոր հնարավորություններ տալիս է իմ քաղաքական գործունեությունը ծավալելու համար։ Ես եմ